Ողջույն սիրելի հայրենագիտներ, եթերում է Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի հետ։ Ողջույն եմ, պարոն Սուքիասյան։ Շատ շնորհակալ եմ, որ գտել եք ժամանակ եւ տրամադրել եք մեզ ձեր ժամանակը։ Դուք ասում եք ձեր հարցազրույցներից մեկում առաջարկում եք ազգային անվտանգության դոկտրին անվանումը փոխել պետական անվտանգության դոկտրին անվանումով։ Ինչու? Եվ երկրորդ հարցս կրկին ձեր խոսքից դուք ասում եք մեզ մոտ ազգային եւ պետական շահը կարող են չհամընկնել։ Կխնդրեմ այս թեզը եւս պարզաբանել, որ դեպքում ազգային շահը չի համընկնի պետական շահին։ Նաև առաջարկում ենք, եթե մենք լինենք, կանենք ազգային անվտանգության խորհուրդն վերանվանել պետական անվտանգության խորհուրդ։ Եվ ինչու նախ բարերը հարցերը պետք է քննել մեր ազգային մտածողության շրջանակներում, պատմության ուսումնասիրության շրջանակներում։ Ընդհանրապես բառը իր համար բառ չի։ Դա լեզվամտածողություն է։ Իսկ լեզվամտածողությունը հետագայում նաև վարքագիծ է, չէ՞, եւ նաև հոգեբանություն է։ Մենք նայեք ազգայինի մտածողության ժողովուրդ ենք, էթնո մտածողության ժողովուրդ ենք, ինչը լավ է, ինչ որ պարագաներում լավ չի։ Նայեք, ինչ որ ժողովուրդներ կան, պետություններ կան, որովհետեղ ազգային անվտանգությունը նույնական է կամ նույն է պետական անվտանգության հետ, որովհետեղ ազգային շահը նույնական է պետական շահի հետ, ոչ թե նույնական է, այլ ազգային շահը իրենք ընկալում են հենց պետական շահ։ Մեր պարագայում խնդիր կա։ Օրինակ ազգային անվտանգություն կարելի է ապահովել նաև այլ պետության մեջ։ Եվ մենք այդպես արել ենք։ Կարելի լինել մենք ազգային անվտանգությունը, նաև մեր լեզվամտածողությունը, բառի բուն իմաստը պետության գոյության պարտադիրություն չի ենթադրում։ Ազգային անվտանգություն, կարելի է թե ազգի։ Ազգային Պետության մեջ դուք կարող եք ազգի, տվյալ ազգի, էթնոսի կամ իսկ ազգային անվտանգություն հայությունը մենք ինչ ենք հասկանում ազգային անվտանգություն ասելով։ Ես էլ եմ ասում, մերը գրնում է էթնո անվտանգությունը, մեջը պետությունը չի երևում։ Սա հայոց պատմության եւ Հայաստանի պատմության փիլիսոփայության մեջ է։ Օրինակ հայոց պատմությունը սուվերենիտետի հայեցակարգով չի գրած մեր։ Գրած է հայ ժողովրդի պատմության փիլիսոփա Հայաստանը չկա մեջը։ Հայոց պատմության մեջ Հայաստանը չի երևում։ Այսինքն սուվերենիտետի հայեցակարգ չկա մեջը։ Նույնը ազգային անվտանգությունն է։ Մեր մտածողությունը տանում է էթնո անվտանգություն։ Եվ այստեղ նայ, եթե հարցերը այդպես քննենք, օրինակ, հայությունը երբեք երկրորդ աշխարհամարտը իր համար հայրենական չի համարի։ Եթե պետական անվտանգության փիլիսոփայությամբ մտածի, իր համար հայրենական չի համարի։ Եթե ազգային անվտանգության փիլիսոփայության է մտածում, դա առնում է հայրենական պատերազմ։ Եվ այստեղ պետությունը, նայեք, մենք ամեն ինչ պետք է անենք թեկուզ սիմվոլներով, լեզվամտածողությամբ, պետությունը բոլոր տեղերում երևա։ Մեզ մոտ շրջանցած է պետությունը։ Հիմա դա լավ բան չի։ Դրա համար մեր նպատակը որն է, մենք թեկուզ սիմվոլներով հայության ուղեղներում պետությունը պետք է դրվի։ Ամեն տեղ ինքը պետությունը պետք է լինի։ Ազգայինը ժխտելով։ Ազգային պետության մեջ, ազգայինը պետության մեջ է։ Բայց ազգայինի մեջ պարտադիր չի որ պետությունը լինի։ Հետևաբար մենք դա մեր կարծիքն է եւ մեր պնդումն է, որ պիտի լինի պետական անվտանգության, որտեղ եք հարցը որն է, նույնիսկ եթե մեր ազգային անվտանգության ռազմավարությունը գրողներին նայեք եւ կարդաք, այնտեղ ազգային անվտանգության ռազմավարություն է գրած, պետական անվտանգության ռազմավարություն չի գրած, լեզվամտածողությունը պայմանավորել է բովանդակությունը, գրում են ազգային անվտանգության ռազմավարություն, այսինքն եթե նույնիսկ ձևը փոխենք, իհարկե առաջինը ձևը չի, բայց ձևն էլ է կարևոր, այդ ձևը բովանդակություն հետագայում մի քիչ կպայմանավորի, իրենց կպահի պետական անվտանգություն գրելու փիլիսոփայության մեջ, ռազմավարության մեջ, էլի եմ ասում։ Տարբեր ժողովուրդների համար տարբեր է։ Ազգային անվտանգության եզրույթը, կոնցեպցիան ունիվերսալ չի։
Որոշ ժողովուրդների համար նորմալ է։ Ազգային անվտանգությունը իրենք ընկալում են որպես պետական անվտանգություն։ Մեզ մոտ ազգային անվտանգությունը պարտադիր չի, որ պետություն մեջ է երևա։ Էլի եմ ասում, մեր ազգային անվտանգության փիլիսոփայության մեջ, մեր լեզվամտածողության, մեր պատմական փորձի, մեր ազգային մտածողության առանձնահատկություններով ազգային անվտանգություն կարելի ապահովել նաև այլ պետության մեջ։ Կներեք, երբ որ դուք ասում եք ազգային եւ պետական շահը կարող են չհամընկնել, դրան էլ հիմա կանդրադառնանք, դուք ուզում եք ազգապահպանության դոկտրինը առանձնացնեք, ոնց որ թե, հա, եւ պետություն, Հայաստան պետության պաշտպանության դոկտրինը առանձնացնեք, ազգապահպանություն, այսինքն երկու տարբեր դոկտրիններ են դառնում։ Ոչ տարբեր չեն։ Պետք է ազգապահպանության դոկտրին։ Դուք որովհետեւ ձեր խոսքի մեջ ես դա նշмарվեց այդ գաղափարը։ Նայեք, ես ինչ նկատեմ, ինչու է որ կարող է հանկարծ չհամընկնի, որտեվ հայությունը ինքը իրեն ընկալում է աշխարհասփյուր հայություն։ Եվ իր շահերը քննարկում է ոչ թե Հայաստանի կոնցեպցիայով, այլ աշխարհասփյուր հայության շահերի տեսանկյունից։ Հիմա աշխարհասփյուր հայության շահերը կարող են առանձին դեպքերում եւ հիմնականում նաեւ չեն համապատասխանում Հայաստանի ինքնիշխան գոյության հետ։ Հիմա մենք ինչ անենք։ Պետությունը դիտենք երկրորդական, գլխավորը դիտենք հայության ազգային շահերը, չէ, մեր հայությունը իր ազգային շահը պետք է նույնացնի պետական շահը։ Պետական եւ այստեղ հակադրություն չկա իմ ասածի մեջ։ Պետության մեջ ազգապահպանությունը ուժեղ է։ Պետություն, եթե պետությունը երկրորդ պլան, ինչ ազգապահպանություն։ Էլի հայությունը մենք գնում ենք գոյութենական կռիվ տալու։ Կարելի է ազգապահպանություն ապահովել, ենթադրենք Ուդմուրտիայում, բայց ինձ հետաքրքիր չէ։ Դա ազգապահպանությունը նախ, հա, վերջը ազգի գոյությունը գլխավորապես պետության մեջ է։ Այն տեղերում այդպես մի քիչ յոլա կգնան կամ չեն գնա։ Շնորհակալ եմ, հաջորդ հարցը։ Մրցակցող քաղաքական ուժերը իրար շատ են պիտակավորում, բոլորս գիտենք, տարբեր պիտակներ են դնում, դրա մասին անպայման կխոսենք այն մասին, որն է լինելու այս նախընտրական շրջանում իրար մրցակցության, իրար հակադրվելու հիմնական թեզը, բայց իմ հարցս հետևյալին է վերաբերում։ Շատ են պիտակավորում ասելով սա հակապետական չէ։ Ձեր խոսույթի մեջ եմ լսել, բոլորի խոսույթի մեջ կա հակապետական, մեկը մյուսին, ընդ որում տարբեր ճամբարներ, մեկը մյուսին հենց հակապետականության մեջ են ուրեմն մեղադրում։ Որ դեպքում գործողությունը կարելի է համարել հակապետական, ոնց ընտրողը կողմնորոշվի, եթե երկու կողմերն էլ իրար հակապետականության մեջ են կասկածում եւ մեղադրում։ Որպեսզի մեր հասարակությունը ճիշտ կողմնորոշվի։ Նեղություն ես ասի երկու կողմերը չեմ ուզենա։ Բոլոր կողմերը իրար հիմնական, այսպես շատ սիրված թեզը հակապետականությունն է, բոլոր կողմերը բոլորը։ Իրենց մեղադրանքը Հայաստանի մինչեղափոխական անցյալի ձևական է, հիմք չունի տակը, մերը հիմնավորված է եւ ինչ կոնցեպցիայով է հնարավոր տարանջատել հակապես սուվերենիտետի հայեցակարգը։ Վերցնում եք սուվերենիտետի հայեցակարգը, տեսնում եք ով է սուվերենիտետի դեմ խոսում, ով է դա շրջանցում։ Հայաստանի մինչեղափոխական անցյալի գլխավոր դերակատարները սուվերենիտետի գաղափարը շրջանցում են, ամեն ինչ քննում են ազգայինով, հայոցով, եւ մարդիկ կան, որոնք բառաչում են նյութենական պետություն, մարդիկ կան, որոնք դեմ չեն դրան։ Սա սուվերենիտետին հակասող գաղափար է։ Հետևաբար սա դառնում է հակապետական, ուրիշ չափման միավոր չկա։ Եթե մեր ժողովուրդը ուզում է բարձել որն է հակապետական, պետական շահը դնում եք, սուվերենիտետի գաղափարը դնում եք, դուք հասկանում եք, որ սա հակապետական է, այդ ոսպնյակով նայում եք, երևում է։ Այս մարդը ինքնիշխանությանը դեմ է, շրջանցում է ինքնիշխանությունը։ Հետևաբար սա, կարծեմ, սա է գլխավոր պայմանը կամ հիմքը, որով կարելի է տարանջատել հակապետականությունը։ Այստեղ եւս շարունակում ենք խրվել այսպես հակասությունների եւ չհասկանալու մեջ, գուցե ես չեմ հասկանում, ուրիշները հասկանում են, ես իմ հարցը ուղղեմ ձեզ։ Դուք ասում եք նյութենական պետությունը դա բերում է սուվերենության պակասին կամ վերացմանը, կորստին, այո, բառն էի փնտրում, կորստին։ Մյուսները ասում են, եթե դու այդ նյութենական պետություն չես մտնում, այդտեղ ես կորցնում դու քո սուվերենությունը, որովհետև ճզմված ես լինում թուրքական շրջապատով եւ այնինչ դրա մասին անպայման կխոսենք, այնինչ հիմա կատարվում է այդ գործընթացները, դրանք տանում են իրականում սուվերենության կորստին։ Միակ մեր փրկությունը նյութենական պետությունն է։ Երկու թեզ, նյութենական պետությունը
բերում է սուվերենության կորստի, երկրորդը եթե միութենական պետություն չենք մտնում, սուվերենության կորուստ ենք ունենում։ Օգնեք մարդկանց կողմնորոշվել։ Դա իրենց ասածը տափակաբանություն է։ Որ մեկի ասածը։ Այդ տեսակետը, որ եթե ստեղ չենք մտնում, ուրեմն կորցնում ենք։ Այսինքն, բայց իրենց ասածը դա ձևական տրամաբարձը խախտում։ Այսինքն ինչ է, ինքնիշխանությունը եթե չես հանձնում, ստացվում է հանձնում ես ինքնիշխանությունը։ Ասում են Եվրամիությունը։ Հեգելի փայտյա երկաթն է, ասում են ինչ է, ասում փայտյա երկաթ է, կալոր քառակուս, ինչ է դա։ Այսինքն տափակաբանությունն է իրենց ասածը։ Ճիշտ Եվրամիության հետ համեմատությունը։ Իրեն ճիշտ չի, ընդհանրապես ճիշտ չի։ Եվրամիությունը սուվերեն ինքնիշխան պետությունների միություն է։ Իրենց բստրած միութենական պետությունը, դա պետություն է կոչվում, չէ՞։ Դա չի կոչվում պետությունների միություն։ Դա կոչվում պետություն, այսինքն այնտեղ մի հատ սուվերեն կա։ Մնացածը սյուզերեն են, ենթակա են դրան։ Իրենց այդ պարզապես ռուսները ձևական բաներ են ասում, ձևով չջոգես որ դա պետություն է։ Եվրոպական միությունը Հիմա իրենց ասածը նայեք, էլի ազգային անվտանգության փիլիսոփայության մեջ է։ Իրենց մոդելը ազգային անվտանգության հետևյալն է, բանաձևը։ Ճորտությունը որպես ազգային անվտանգության ապահովման մոդել։ Սա է ազգային անվտանգության ես մտածողությունը։ Իսկ դրա համար ինչ եմ ասում, պետական անվտանգություն պետք է լինի։ Պետական անվտանգությունը արգելում է մտածողությունը։ Ազգային անվտանգություն թույլատրում է։ Էլի գնում ես էթնո անվտանգություն։ Իրենք տեսեք ոնց է, իրենց ասածները պետք է ստուգենք, իրենք որ ասում են, եթե Լևոն Տեր-Պետրոսյանի ասածն է, եկեք հանձնվենք, քանի չենք պարտվել։ Այդ տրամաբանության մեջ է իրենց ասած։ 90-ականներին այդ մարդը տրամաբանության մեջ էր մտածում։ Հիմա ստուգենք իրենց ասածը։ Հայաստանի հետ ինչ է պատահել, մեկ կարող են ասել։ Իրենք անընդհատ գուժում են վատթարագույն սցենարներ Հայաստանի համար։ Հիմա եկեք ստուգենք իրեն։ Ցանկացած բան պետք է պրակտիկայով ստուգել, ոչ թե ասեք գնաք տուն, պրակտիկայով ստուգում եք։ Հայաստանի Հանրապետությունը կարողացել է խաղաղեցնել Ադրբեջանը, ինչքանով որ հնարավոր է եղել։ Բայց խաղաղված է, չէ՞։ Հայաստանի Հանրապետությունը կարողացել է գերտերություններ, այո, բերել այստեղ։ Հայաստանի Հանրապետությունը կարողացել է իր կապուղիները միջազգային կապուղիների մաս դարձնել։ Հայաստանի Հանրապետությունը ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ունի, այսինքն ինչով է հիմա Հայաստանի համար վտանգավոր։ Բայց իրենց արգումենտը ձևական է։ Քանի որ տենց կա հիպոթետիկ բան, թուրքական վտանգ, դա իրենց դա մեր ռուսական կողմնորոշմամբ քաղաքական ուժերի մտածողությունն է։ Երբ որ դուք որոնում եք որոշակի երկ անվտանգ լինելու, ձեր անվտանգությունը ապահովելու, անպայմանորեն մեղադրում եք թուրքամետության մեջ։ Անպայմանորեն Թուրքիայի լեշը կողից հանում են, բա Թուրքիան։ Ուր է Թուրքիան, կարող մտից ցույց տալ։ Թուրքիային դուք եք հրահրում։ Դուք եք հրահրում Թուրքիայի Հայաստանի վրա, որպեսզի բղավեք ճորտություն։ Ձեր ասածը դա դուք հայոյում եք Թուրքիա, հրահրում եք Թուրքիայի ագրեսիան Հայաստանի վրա, որպեսզի հիմնավորեք ձեր ճորտությունը։ Թե չէ իրականում Թուրքիայի սպառնալիքը այնքան չի, ինչքան դուք ներկայացնում եք։ Հետևաբար այդ մոդելը հասկանալի չի։ Եկեք հանձնվենք, որ չհանձնվենք, որը մեկը կարող է սա բացատրել։ Եկեք ինքնիշխանությունից հրաժարվենք, որ ինքնիշխանությունից չհրաժարվենք։ Իրենց ասածը դա է։ Որ պահպանենք ինքնիշխանությունը։ Այո, որ պահպանենք ինքնիշխանությունը։ Դա ինչ բացատրություն է։ Այսինքն իրենց ասածը տավտալոգիա է, իրենց ասածի մեջ լրիվ հակասություն կա։ Բայց նպատակները ո՞րն է, փորացավ ունեն այդ մարդիկ, այդ մարդկանց նպատակը ազգային անվտանգությունն է։ Ազգային անվտանգություն իրենց իրաց պետության մեջ, որն է Հայաստանը չի։ Իրենց իրաց պետությունը Դե հիմա դուք վերադառնանք ամենաառաջին ձևակերպմանը, ազգային անվտանգության դոկտրինը, ձեր կուսակցությունը առաջարկում է փոխարինել պետական անվտանգության դոկտրինով։ Պետական անվտանգության դոկտրին համարենք, որ գրում ենք։ Հիմա մենք այսպես մտածում ենք, առաջի կետը կամ հիմնասյունը որը պետք է լինի անվտանգության պետականը, Հայաստան պետության, երևի պետք է լինի Հայաստան պետության անվտանգության դոկտրինի հենասյունը, որն եք տեսնում։ Մենք խոսեցինք, ես էլի չեմ ուզում գցեմ մեզ այդ բանի դաշտը արևմուտք, Ռուսաստան, չգիտես, հիմա էլ Թուրանն են, այս Ղազախստան այցելությունից դրա մասին էլ կխոսենք, ներկայացնում որպես ուղի, որպես ուղղություն։ Ձեր այսպես բաց է ընդրությունը ձեր։ Նայեք, ազգային պետական անվտանգությունը, որի մեջ հասկանանք նաև ազգային անվտանգությունը, որի մեջ նոր ձևակերպում է ազգային պետական անվտանգություն։ Ոչ, չէ, գծիկով, մծիկով, էդի սովետական բան է, սոցիալ քաղաքական, չէ, ամեն ինչ առանձին է, պետական անվտանգությունը։
մի բաղադրիչ չունի, ոչ էլ կա հիմնասյուն, որի վրա պետք է կանգնես, հետո դրա վրա կառուցես ամբողջը։ Դա համալիր կոմպլեքս փաստաթուղթ է, փիլիսոփայություն է, որտեղ գիտեք ոնց է, եթե մենք մեկը վերցնենք հիմք, կարող է այդ մեկով սխալվենք։ Պետական անվտանգությունը ինչ է։ Դա պետության հավաքական պոտենցիալն է։ Ինչքան է հավաքական պոտենցիալը, որի մեջ մտնում է տարբեր բաներ։ Դրա մեջ մտնում է տնտեսությունը, տնտեսական անվտանգությունը պետության, դրա մեջ մտնում է պաշտպանական ռազմական անվտանգությունը, դրա մեջ մտնում է պետության արտաքին քաղաքականությունը, որը նաև հասկանալի պետք է լինի, որի մեջ մենք պնդում ենք, որ բալանսի քաղաքականությունը մեծ նշանակություն ունի, կողմնորոշումների օրիենտացիաների մտածողությունը պետական անվտանգությանը վնաս է։ Մենք վստահ ենք, որ նաև արտաքին աշխարհի ցանկությունն է, որ մենք վարենք բալանսի քաղաքականություն, թե չէ մենք արտաքին աշխարհին զզվացրել ենք 200 տարի հայությունը մի հատ հարց գրկում է, գնում է Ամերիկան ասում է լուծի այս հարցը։ Կողմնորոշումների քաղաքականությունը, մեզնից երևի զզվել են մեր հարցերով, Վիլսոն գնանք բերենք, Սևեր գնանք բերենք, ռուսական բարենորոգումներ, թուղթը գրեն տանձերներից, գնանք կախվենք դրանից։ Ես ենթադրում եմ, ինչի է նաև օրինակ արտաքին աշխարհից այսպիսի աջակցություն կա, որտեղ Հայաստանը վարում է բալանսի քաղաքականություն։ Այսինքն ինքը կոմպլեքս մշակութային անվտանգություն կա, հոգևոր անվտանգություն կա, ինչը մենք լավ չենք հասկանում։ Օրինակ հիմա մենք ունենք հոգևոր անվտանգության խնդիր, թե չէ։ Հիմա տեսեք զռոց կա, այս կաթողիկոսի հետ կապված, բայց նայեք մեր եկեղեցին, մեր ժողովրդի հոգևոր մշակութային անվտանգության կենտրոնն է։ Հիմա սա մենք ուզում ենք հոգևոր անվտանգությունը ապահովենք, սա զռոց կա, սրան չես կարա հանես, սրան չես կարա հանես։ Դա էլ է մեր եկեղեցին, նաև նայեք, հավանաբար իշխանության երկրորդ ճյուղ է։ Եվ Ռուսաստանը այդպես չընկալենք, բայց այդպիսի ձևական նշանակություն ունի։ Մեր պետության մեջ իշխանության երկրորդ թև է ինքը իրականում։ Եվ Ռուսաստանը այս երկրորդ թևի հետ աշխատում է մեր դեմ։ Այսինքն ինքը պետական անվտանգությունը կոմպլեքս փաստաթուղթ է, որտեղ էլի եմ ասում, գլխավորը պիտի լինի սուվերենիտետի գաղափարը, կոնցեպտ։ Մեր պատմագրությունը սուվերենիտետի հայեցակարգով չի գրված։ Գրած է հայոցի։ Օրինակ հիմա ես բոլորին հարց եմ տալիս, մեր պատմաբան ով ուզում է լինի։ Դուք կարող եք ինձ բացատրել ինչ է նշանակում խորհրդայնացում։ Դա ինչ բառ է։ Այսինքն պետությունը բառը սարքել կպցել են մեր վրա։ Մենք էլ կրկնում ենք տափակ։ Ինչ է նշանակում ես խորհրդայնացել եմ։ Կարող ասեք։ Այսինքն կարմրեցի ես, ինչ եղավ ինձ հետ։ Բարձվում է սուվերեն պետությունը հանձնել են։ Պետությունը ինքնիշխանությունը կորցրել է։ Հիմա ես բոլորին հարց եմ տալիս։ Խորհրդայնացումը թե պետության օկուպացիա։ Եթե հայոց պատմությամբ եք նայում, ազգային անվտանգությամբ խորհրդայնացում է։ Եթե նայում եք Հայաստանի պատմության կոնցեպցիայով, ապա օկուպացիա է։ Օկուպացիայի արդյունքում խորհրդայնացում։ Չէ, ինչ է նշանակում պետությունը խորհրդայնացավ։ Պետություն չի կարող խորհրդայնանալ։ Պետությունը սուվերենիտետը կորցրել է։ Սա լեզվաբանության մեջ իզիս լավ գիտեք։ Նվազասույթ է, էֆեմիզմ է։ Երևույթները մեղմացնելու ձև է, ասեք գողանալու փոխարեն ասում վերցրել։ Չեմ գողացել, վերցրել եմ։ Այսինքն երևույթը մեղմացել են եւ տերմին են կպցրել, ծախել են մեր վրա։ Ազգային անվտանգության տեսանկյունից խորհրդայնացումը, պետական անվտանգության տեսանկյունից փիլիսոփայության տեսանկյունից, սա պետության օկուպացիա։ Բայց քաղաքական տեսակետից էլ է օկուպացիա, դա ոչ միայն այո, բայց դա չի գրած հայոց պատմության մեջ օկուպացիա բառ դուք չեք կարող գտնել։ Չկա այդպես գիրք, որտեղ գրած է օկուպացիա, իսկ խորհրդայնացում կգտնեք։ Որը գրած է այդտեղ։ Բաց թողում է։ Չէ, պատմագրության կոնցեպցիայի խնդիր կա։ Մեր պատմագրությունը սուվերենիտետի հայեցակարգով չի գրած։ Պետք է շտկվի դա։ Այո, եւ պիտի շտկվի։ Դրա համար շատ բաներ կա, որ պետք է փոխվի։ Դա համար է այդ ողորնոցը, ինչի Հայաստանի պատմություն, ինչի հայոց պատմություն, շատ ուրիշ բաներ։ Նույնը էլ եմ ասում, մեր ամեն ինչը ցավալի է կամ կարող է մեզ հատուկ է դա։ Ամեն ինչ գրված է էթնո անվտանգության տեսանկյունից, էթնո մշակույթի տեսանկյունից, որը կարևոր է, բայց դրա վերևում կա թագը, դա պետությունն է։ Պետության անվտանգության տեսանկյունից մտածելը, սուվերենիտետի հայեցակարգը մեր միջից հանած է։ Ինչպես հանած է այն մի հատվածի համար որ սուվերենիտետը կարևոր չի։ Ձևականորեն երբեմն օգտագործում ենք, որ լրիվ չասեն հակապետական ենք, բայց իրականում այդ մարդիկ սուվերենիտետի հայեցակարգը մերժում են։ Շնորհակալ եմ, այժմ առաջարկում եմ գովազդային դադար, սիրելի հայրենակիցներ, գովազդ ենք հայտարարում եթերում, մնացեք մեզ հետ, կշարունակենք մեր զրույցը Քրիստոնյա ժողովրդարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի հետ։ Գովազդը եթերում։
Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Հայկ Սուքիասյանի հետ, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության փոխնախագահի, շարունակում ենք պետական կամ ազգային անվտանգության դոկտրինի թեման, բայց մեկ այլ տեսանկյունից սկսենք։ Կա կարծիք, որ Փաշինյանի այցը Ղազախստան շրջադարձային էր։ Նշում են, որ թուրքական աշխարհը շատ լավ ընդունեց եւ լավ վերաբերմունք ցուցաբերեց Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Երկրորդ կարծիքը Հայաստանը ճզմվել է այդ թուրքական աշխարհի միջև եւ գնում է դեպի Թուրան։ Ձեր գնահատականը այցի եւ այս երկու այսպես հաստատուն հայտարարությունների միջև։ Թուրանի մասով սխալ է, առաջի մասով մի քիչ չափազանցություն կա, որ մեծ ինչ որ չգիտեմ, վաճում ճեղքումներ կան։ Պետության արտաքին քաղաքականության մեջ մի հատ դետալ է։ Մենք նկատի ունենանք, որ միջև մեր վարչապետի հետ հանդիպելը, Ղազախստանի նախագահը հանդիպել էր ԱՄՆ նախագահի հետ։ Եվ ես կարծում եմ, որ սա դրա տրամաբանական շարունակությունն է, ղազախական ռեսուրսները, նավթը, եւ ես կարծում եմ, այստեղ կա նաեւ Ֆրանսիայի աջակցությունը միջուկային էներգետիկայի հետ կապված, Հայաստանը դառնում է տարանցիկ պետություն, մեր կապուղիները դառնում են տարանցիկ կապուղիներ եւ հետեւապես սա է, որ Ղազախստանը ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ հետաքրքրված է մեր կապուղիներով։ Եվ ըստ հետեւապես այստեղ ինչ կա հատուկ
թուրանականության ճանապարհը բացելու եւ թուրանի մեջ ճզմվելու, որտեղ է։ Ուզում հասկանալ, էլի, այսինքն գիտեք ոնց է, մի հատված կա Հայաստանում եվրոպական արտաքինով հավանաբար, մի հատվածն է ռուսական իհարկե կողմնորոշմամբ աշխատում է ամերիկյան ուղղության դեմ, գովերքելով Եվրոպան, բայց տակից ամերիկյան ուղղության դեմ են աշխատում եւ ձևական պատերվակներով, Թուրանը, ինչ Թուրան, որտեղ է այստեղ Թուրան։ Ես բոլորին հարց եմ տալիս, էլի։ Եթե օրինակ Թուրքիան որոշեց այդ Թուրանը ստեղծի, Հայաստանի ուժի բանն է դա կանգնեցնելու։ Հայաստանը կարող է դա կանգնել 90 միլիոնից պետություն կարող է։ Այսինքն ինչ տափակաբանություն է, էլի։ Նայեք, պարզապես այդ թուրքական վտանգը, Թուրքիայի լեշը անընդհատ կա։ Թուրքական սպառնալիքով չթույլատրել Հայաստանին ելք որոնել։ Իսկ ընդհանրապես նայեք, պետությունները չեն առաջնորդվում հույզերով։ Եթե հայությունը շարունակեց առաջնային դիտել իր հույզերը, ինքը կտապալվի պետականաշինության մեջ։ Եթե հաղթարի իր հույզերը լինի ռացիոնալ մտածողությամբ, քաղաքականություն դիտի առաջնային է, ինքը շատ բաներ կհաղթարի։ Հիմա Թուրքիայի թշնամանքը կա, ճիշտ է, բայց պետությունը թշնամանքով չէ շարժում, պետությունը շարժում պետական շահով։ Երկրորդ աշխարհամարտից հետո սովետական միությունը եւ Գերմանիան հարաբերություն չեն ունեցել են, չէ՞, բայց սովետական միությունը ջնջխել էր Գերմանիային, որի պատճառ ինքը օբյեկտիվ պատճառ նաև ուներ։ Բայց հարաբերություն ունեն, թե չէ, պետությունները այդպես չեն աշխատում։ Այսինքն հիմա իսկ իրականում այստեղ Թուրանի խնդիր չկա։ Ընդհանրապես Թուրանի խնդիր չկա։ Եթե Հայաստանը հակառակով գործի օրիենտացիաներ դեմ տա այս տարածաշրջան, այդ ժամանակ կարող է հազար ու մի խնդիր առաջանալ։ Իրենց ուզածը դա է, նայեք, էլի տեսեք, եկել ենք ինչ որ խնդիրներից հետո կանգնել ենք պետականաշինության հարցի առաջ, էլի հին տենդենսներ գլուխ են բարձրացել։ Կողմնորոշվի։ Արևմտա մետեղի, Ուդմուրտա մետեղի, Ամերիկա մետեղի, մեկը Վիլսոնն է գրկել, ասենց ասում է եվրոպական ուղղությունը սխալ է, Վիլսոնով գնացեք դեպի Ամերիկա։ Իբր Բայդենն էլ Վիլսոնի մասին չգիտի, ինքն է ասել Բայդենին կամ Թրամփին։ Այն մեկը ասում է Ամերիկան վատ է, Եվրոպա գնացեք, Թրամփը վատ է, շարը քցել են Թրամփի վրա։ Տեսեք ինչ վտանգավոր չասեմ, բայց նենք բան կա արածների մեջ։ Այստեղ հո Թրամփը չի։ Այդ Թրամփի ուղին հո Թրամփի ուղի չի, ձևականորեն այդպես է։ Դա Ամերիկայի ներկայությունն է, բայց ինչ են ասել է շարը քցեք Թրամփի վրա, Թրամփին վարկապեկեք, որ այս process-ը ջրեք գնա։ Այս էլ էս նենգությունը կա տակը։ Իրականում հայության ես եկեք օբյեկտիվ լինենք։ Երբևէ Հայաստանի Հանրապետություն ունեցել է այնպիսի հնարավորություն, որ այստեղ աշխարհի գիգանտը գա, տարածաշրջանում ներկա լինի եւ կապուղիներով հետաքրքրված լինի։ Օբյեկտիվ լինենք, էլի։ Բազմապես հարցը գիտեք ո՞րն է։ Իհարկե նախ այդ մտածողությունն է վատ, օրիենտացիաների մտածողությունը։ Մեր արտաքին կողմնորոշումները նաև բերվել է մեր ներքին կյանք։ Ներքին կյանքն էլ է բարակտումի։ Մենք բարակտված հասարակություն ենք, այս օրիենտացիոն մտածողությունների մեջ։ Օրիենտացիոն մտածողությունը չի թողում հայությանը կենտրոնանալ պետական շահի գիտակցության վրա։ Եվ մեր մոտ պետական շահը թույլ է, գիտակցումը թույլ է։ Եթե դուք պետական շահի գիտակցում չունեք, դուք դառնում եք օրիենտացիոնիստ։ Դառնում եք արևմտամետ, դառնում եք ռուսամետ, դառնում եք չգիտես ինչա մետ։ Էս էլ բերել են մեր ներքաղաքական կյանք, հասարակությունը պարակտել են սրանով։ Էս էլ լավ բան չի։ Կողմնորոշումները մեզ համար վտանգավոր են։ Մենք Իսրայել օրուց այդ կողմնորոշումը կա, այդ հիպնոզը կա, հայության հայացքը մնացել է դրսում, չի գալիս կենտրոնանա պետականաշինությամբ զբաղվի։ Իսկ այստեղ իրականում էլ եմ ասում, իսկ եթե աշխարհագրորեն նայեք, Թուրանի վտանգ Հայաստանի Հանրապետություն չունի, հակառակը Հայաստանի Հանրապետությունը այսպիսի բալանսի քաղաքականությամբ, նաև Ղազախստանի հետ, ընդ որում եմ ասում, Ղազախստանը մենակ մեր հարցը չի, դա ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հարցն է։ Իրենք են Ղազախստանին բերել այստեղ։ Դա Հայաստանի Հանրապետությունը հաղթահարում է դա։ Ոչ թե։ Իսկ եթե Հայաստանի Հանրապետություն գնա իրենց ասածով, તો Թուրան էլ կնի, այն էլ կնի։ Իրականում, բայց այդ Թուրանի վտանգը այդքան մեծ չի։ Դուք ասում եք պետական շահի գիտակցումը չկա, պարակտված են, նոր ասացիք, ճիշտ է։ Եկեք շատ գուցե թե բարդ հարց եմ տալիս, եթե կարող ենք այս հարցի շուրջ շատ ենք պտտվում, քանի տարի է պտտվում ենք, պետական շահ ասելը ո՞րն է։ Ինչ բան է Հայաստանի ժողովրդի համար, առանձին անհատի համար
իր պետության շահը։ Այո, դա էլ ամենաբարդ խնդիրներից մեկն է։ Օրինակ բոլորը որևէ հարց որ վերլուծում են, ասում են Հայաստանի պետական շահերից չի բխում անել սա։ Հայաստանի ազգային շահերից չի բխում անել սա։ Հայաստանի ազգային շահերից է բխում լինել արևմտամետ։ Հայաստան բոլորը, բայց ինչ է այդ ազգային շահը։ Օրինակ, ո՞րն է Հայաստանի Հանրապետության պետական շահը, ձևակերպում կա, հայությունը կոնսենսուս չունի այս հարցի շուրջ։ Կոնսենսուս չունի, չի գալիս կոնսենսուսի։ Անընդհատ ու շեղում են, այդ հարցն է, որ ամենաբարդն է։ Հայաստանի Հանրապետության պետական շահը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան գոյությունն է, որտեղ հայությունը կարող է պրոգրեսիվ կյանք ունենալ եւ անվտանգ ապրել։ Բայց այս հարցում էլ խնդիր կա։ Այս հարցում էլ ձևակերպում։ Տեսեք, ամեն ինչ հայությունը քննարկում է պետական շահի շրջանակներում։ Ասես գնաց ենթադրենք Ալիևին, ասենք բարևեցին կամ Ղազախստանի նախագահին, ասա պետական շահին դեմ է։ Պետական շահը կառուցվածք ունի։ Կա գլխավոր շահ, կա երկրորդական շահ, կա իրադերային շահ։ Տեսեք, բայց հայությունը ցանկացած երևույթ կարող է իրադերային շահ է։ Բերում է պետական շահի շրջանակներում է քննարկում, որտեղ տեսականորեն հարցը լավ չգիտենք։ Բայց նաև այս մեր օրիենտացիոն քաղաքականությունը մեզ չի բերում, չի թողում, որ մենք գանք կոնսենսուսի վերջը ձևակերպենք մեր պետական շահը, գնանք առաջ։ Օրինակ իշխանությունը ձևակերպում ունի, իրական Հայաստանի գաղափարն է, իրենց համար պետական շահը դա է, իրական Հայաստանի գաղափարը ընդունելն է։ Դա տեսակետ է, որը կարող եք ընդունել, կարող եք մերժել։ Բայց դա իրենց առաջարկն է, Հայաստանի պետական շահը ձևակերպված է որպես իրական Հայաստանի փիլիսոփայություն, գաղափարախոսություն, որը սխալ բան չի, ասեմ ձեզ, ընդհանրապես պետությունները ինչ են գալիս ինչ որ գաղափարի հո չեն գալիս, որովհետև իրենք շատ են սիրում դա, հո չեն գալիս, որովհետև այտենց է հարմար, այլ հաշվում են, հաշվարկ է սա։ Տարբեր պետություններ եւ իրական Հայաստանի գաղափարը առիթ ունեցել եմ ասել իմ ելև ասում, այս համար նոր բան չի։ Իրական Հայաստանի գաղափարը դաշնակցական գրականության մեջ կա, այսօր իրենք զառում են այդ կոնցեպցիայի դեմ, բայց առաջին իրենք են ասել իրական Հայաստանի գաղափարը։ Արտաշես Աբեղյան հոդված ունի։ Կովկասի ժողովուրդները 1924 թվականին է գրել այդ հոդվածը։ Իրական Հայաստան, նյութական Հայաստան ձևակերպում ունի մեջը։ Սա ազգային գաղափարախոսության նման բան է, կարող եք ընդունել, կարող եք չընդունել, բայց սա իշխանության առաջարկն է, որը կարող է վերածվել պետական շահի, մեր օրինակ իրականում Հայաստանի պետական շահը, Հայաստանի ինքնիշխան գոյության ռազմավարությունը այս գաղափարախոսության մեջ է, որը միայն իշխանության գաղափարախոսություն չի։ Ուզում ասել, պետական մեր խնդիրը դա է, գալ կոնսենսուսի պետական շահի շրջանակներում ինչ շատ դժվար է։ Դե կոնսենսուսի գալը երևի երանելի ապագա է, որովհետև այժմ դուք էլ նկարագրեցիք, որ պարակտված է եւ հենց այդ հարցում առաջին հերթին չկա կոնսենսուս։ Իրական Հայաստան ասելով պետք է հասկանալ, տեսեք, դուք 1924 թիվը վկայակոչեցիք եւ ասացիք, որ այդ ժամանակ էլ էր օգտագործված, բայց այդ ժամանակ այսօրվա սահմաններով Հայաստանը չէր։ Այսինքն իրական Հայաստան ասելը դա ներկայիս սահմաններով Հայաստանն է, տենց է պետք հասկանալ, ինչ էր 1924 թվականում նշանակում իրական Հայաստան, ինչ է Նիկոլ Փաշինյանի առաջարկած իրական Հայաստանը, ոնց հասարակ մարդը հասկանա, ինչ է իրական Հայաստանը։ 1924 թվականին Հայաստանի Հանրապետություն չկար, կար սովետական։ Այո։ Որից բան չէր մնացել, բացկատել են, մնացել էր այսօրվա 29000-ը մոտավորապես, մի 1000 կիլոմետր ավել պակաս։ Ընդհանրապես իրական Հայաստանը ո՞րն է, դա Հայաստանի աշխարհի կողմից Հայաստանի Հանրապետության իրական գոյությունը, իրական սահմաններով գոյությունը ընդունելու փաստն է։ Օրինակ, ինչու է աշխարհը եկել հանկարծ մեր կապուղիները գնահատել, ինչու է ԱՄՆ հայտնվել, որովհետև եթե Հայաստանի Հանրապետությունը դներ այլ բաներ իր քաշից ծանր հարցեր, ես պետք է բերեմ, որը միգուցե մեր երազների մեջ է, այս պետությունները չեն գալու, իրենք դաշնակից են այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքին, եւ իրական Հայաստանը այսօրվա կարող է 4000 տարի հետո լրիվ ուրիշ Հայաստան լինի իրական Հայաստանը, բայց այս բանը
պահին, տեսեք, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան գոյության միակ գրավականը Հայաստանի Հանրապետության այս տարածքը միջազգայինորեն ընդունել տալն է, որովհետև սա էլ է դժվար է, այս էլ չեն ընդունում։ Հələ լավ է գոնե ստիպել են, որ սա ընդունի, եւ ես ենթադրում եմ, սա նաև աշխարհի ճնշման հետևանքով է։ 40,000 տարի հետո իրական Հայաստանը կլինի երկրագնդի կեսը, թողը տենց լինի, բայց այս պահին Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում լավ է, վատ է, բայց դուր է գալիս, թե դուր չի գալիս, ամենաթույլ դիրքերում է։ Եվ կա կողքի պետությունների անընդհատական ագրեսիան։ Այդ ագրեսիան զսպելու ճանապարհը այդ պետությունների ախորժակը չափավորելն է։ Մենք չափավորում ենք մեր լեգիտիմ սահմաններով։ Հայաստանի միջազգայինորեն ճանաչված լեգիտիմ սահմաններով։ Եվ այս պարագայում է, որ դրանց ագրեսիան աստիճանաբար զսպվում։ Դիտարկենք, դուք ձեր կուսակցությունը մասնակցելու եք, ճիշտ է, ընտրություններին։ Այո։ Միանշանակ։ Դուք ասում եք, որ ընդդիմություն եք։ Սկսենք այդտեղից։ Ինչու եք որ հարցերում եք այլ կերպ կամ ընդդիմություն ներկայացնում, չեմ ասում ընդդիմանում, բայց ընդդիմանում իշխանական որոշումներին կամ ուղղվածությանը։ Բայց ինչը ճշտենք, ինչ է ընդդիմություն։ Եկեք ճշտենք, ինչ է ընդդիմությունը։ Մենք հայկական ավանդույթով ընդդիմություն չենք, որ անպայմանորեն դիմացինի ոտքերից քաշեն գերեզման, որ տնեցիները իրեն ասեն, որ դու ընդդիմադիր ես։ Մեզ մոտ այս ընդդիմադիրության այս մշակույթն է, անտագոնիզմի մշակույթ, մարքսիզմով է, անպայմանորեն դիմացինին հակառակվես, հակառակով խոսես, որ դու լինես ընդդիմություն։ Մեզ մոտ այս տրամաբանությունն է եւ նաեւ անպայմանորեն պետք է հակառակ բևեռից լինես, եթե դիմացին արևմտամետ է, դու որպեսզի ընդդիմություն լինես, դու պետք է ռուսամետ լինես, դու պետք է ուրեմն լավ ամերիկամետ լինես, որովհետեւ եթե եվրոպամետ լինես, ընդդիմություն չես։ Այս համակարգից մենք դուրս ենք։ Մենք ընդդիմություն ընկալում ենք ժամանակակից աշխարհի առաջավոր զարգացած պետությունը տրամաբանության մեջ։ Իրենք ընդդիմություն են պետությանը։ Մենք ընդդիմություն ենք դասական ընկալումով, շատ հարցերում իշխանության հետ համաձայն չենք, ինչի մասին մենք ասում ենք, մեկի համար ասացի, մենք ազգային անվտանգություն չենք ընդունում, մենք ընդունում ենք պետական անվտանգության դոկտրինը եւ ընդհանրապես պետական անվտանգության փիլիսոփայությունը։ Եվ տարբեր հարցեր կա տնտեսական հարցեր, կարող են տնտեսական հարցեր իշխանության հետ որոշ հարցերում տնտեսության կոնցեպցիայի հարցով, օրինակ իշխանությունը տնտեսության զարգացման հարցում լիբերալ է, կարող եմ ասել նույնիսկ լիբերտար է, լրիվ ուլտրալիբերալիզմի կոնցեպցիայի տեսանք շրջանակներով է մտածում, մենք այդպես չենք մտածում, մենք օրդոլիբերալիզմի, չափավոր լիբերալիզմի կողմնակից ենք։ Ասեմ շատ բաներ նաև որ կարող է նաև համընկել է, բայց ես կարծում եմ նաև կամ մենք նույնական ենք, կամ էլ իշխանությունը մեզնից վերցել, օրինակ բալանսի քաղաքականությունը, քրիստոնյա ժողովրդական կուսակցությունը 5 տարի, 7 տարի ասում է բալանսի քաղաքականություն մենք իրականացնենք։ Այստեղ գուցե իշխանության հետ նույնականություն կա, բայց մենք իրենցից առաջ ենք դրա մասին ասել։ Հայաստանի պատմությունը օգտի փոխվի, քրիստոնյա ժողովրդական կուսակցությունը առաջ քաշել, որի իշխանությունը վերցել։ Այստեղ մենք իշխանության հետ հերրակա համագործակցության հնարավորություն ենք տեսնում, բայց այլ տարբեր հարցերով մենք տարբեր պատկերացումներ ունենք։ Մեկը ասեցի մեր տնտեսության զարգացման կոնցեպցիան է իշխանը, եթե հարկ լինի, դա կբացենք ինչ-որ մի օր։ Իշխանությունը լիբերալիզմի, ուլտրալիբերալիզմի փիլիսոփայության մեջ է, քրիստոնյա ժողովրդական կուսակցությունը ընդունում է օրդոլիբերալիզմի, չափավոր լիբերալիզմի կամ լիբերալիզմը կարգի մեջ այս տեսանկյունից, դեռս մենք մի քիչ էլ այս մասով ենք տարբեր։ Իսկ մնացածից մենք տարբեր ենք շատ բաներով։ Մենք մերժում ենք օրիենտացիոն քաղաքականությունը։ Մենք գտնում ենք, որ օրիենտացիոն քաղաքականությունը վնասակար է, որովհետև կուսակցությունները չեն կայանում, անընդհատ բաներ են կպցնում, արևմտամետ ուժեր։ Մենք արևմտամետ չենք։ Մենք ոչ էլ ուդմուրտամետ ենք, ոչ էլ չինամետ ենք, ոչ էլ ռուսամետ ենք։ Մենք հայաստանակենտրոն քաղաքական մտածողություն ունեցող կուսակցություն ենք։ Մենք մերժում ենք օրիենտացիա, բայց կպցնում են, այս էլ են կպցնում, այս էլ լավ չի։ Եվ ես դիմում եմ նաև մեր քաղաքական ուժերին, իրենց եվրոպամետ համարողներին, եթե դուք ձգտում եք Եվրոպա, արևմուտք, դուք պարտավոր եք ընդունել նաև արևմուտքի պարլամենտարիզմի մշակույթը,
Արևմտյան պարլամենտարիզմ մշակույթում կողմնորոշումներ չկան, կան աճեր, ձախեր եւ կենտրոն։ Դուք պարտավոր եք այդ համակարգը ընդունել։ Բայց մեզ մոտ տեսեք 30 տարի շրջանցեց է պարլամենտարիզմի կառուցվածքը, աճ, ձախ, կենտրոն, մեզ մոտ դրված է իշխանություն, ընդդիմություն, արհեստական հակադրությունների համակարգը։ Իշխանությունը ովքեր են, մարդիկ են, ովքեր որ շատ ձայն են հավաքել, դարձել են իշխող։ Ընդդիմությունը այն մարդիկ են, ովքեր ոչ քիչ ձայներ են հավաքել, դարձել իշխանությանը ընդդիմադիր, բայց դա իշխանական կառույցներում զբաղեցրած տեղն է։ Քաղաքական դաշտում մեր զբաղեցրած տեղը պետք է լինի աճ, ձախ, կենտրոն։ Հիմա մենք սա մերժում ենք։ Դե մենք տվել իշխանություն, ընդդիմություն, կեղծ դիսկուրսը, արհեստական, որը քաղաքական դաշտի հետ կապ չունի։ Պարզապես մեկը շատ է, մեկը քիչ է։ Այս համակարգը մեկը շատ է իշխողը, մեկը քիչ է ընդդիմությունը։ Քաղաքական դաշտում պետք է լինի կուսակցությունը, ես մեր ժողովրդին առաջարկում եմ, վաղը միսօր կուսակցությունները որ գան, այտենց եվրոպական արտաքինով, ռուսական արտաքինով, կասեն մենք Եվրոպա մետ ենք, ասում եք գնում եք թազա հետ եք գալիս։ Ուդմուրտան մետ է գնում եք նորից մի լողացած հետ է գալիս ինձ ասում եք դուք աճեք ձախեք թե կենտրոն եք որպեսզի հետագայում աճերը եւ ձախերը չմիավորվեն իրար ինչպես Հայաստանում է եղել աճերը եւ ձախերը սոցիալիստական ուժը միավորվել է հարուստ դասակարգի հետ եւ խեղդում է ինչու որովհետև սա լղոզած է, տեղը դրած է, ես ոչ աճ կա, ոչ ձախ կա։ Պարլամենտական, եվրոպական ուժերը, եվրոպական մտածողությամբ, արևմտյան մտածողությամբ քաղաքական ուժերը մերժում են արևմտյան պարլամենտարիզմը։ Արևմտյան պարլամենտարիզմը ձեր հնարած կոնցեպցիաներով չի աշխատում, ես Եվրոպա մետ եմ գնամ խորհրդարան, նա աշխատում է աճ, ձախ, կենտրոն։ Լիբերալ եք, սոցիալիստական եք, սոցիալ-դեմոկրատ եք, լիբերտալ եք, տարեք, ինչ եք։ Դուք պետք է ասեք, աճեք, ձախեք դե կենտրոն եք, որովհետեւ մարդիկ կողմնորոշվեն։ Այսինքն մեր քաղաքական ուժերն են պարլամենտարիզմի մշակույթը այլասերում, եւ սա լավ չի։ Ինչ եմ սա ասում, որովհետեւ խորհրդանական համակարգում խորհրդանին հակակշռող ուժ չկա։ Խորհրդանը հակակշռում է ներսից բևեռներով, աճեր, ձախեր, կենտրոն։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը աճ կենտրոնի կուսակցությունը։ Թող իրենք էլ հայտարարեն, իրենք ովքեր են, որովհետեւ մենք իմանանք ինչ գաղափարախոսական պայքար է։ Չգիտեմ, կամ չգիտեն, գիտեք հարցը որն է, որովհետև հասարակությունը ինքը պիտի պահանջի ուժերից, որովհետև հասարակությունը չի պահանջում, քաղաքական ուժերը զարգանալու խնդիր չունեն։ Չեն գնում կարդում, չեն գնում գաղափարախոսությունները մի հատ վերանայում, կարդում իրենց գաղափարը, չեն զարգանում, ինքը Եվրոպա մետը խփում է վրան գալիս։ Դուք ասում եք, թողեք կուսակցությունները կայանան, ձեր հարցազրույցներից մեկից են վերցրել։ Թողեք կուսակցությունները կայանան։ Այստեղից հարց, ով չի թողնում, ինչպես չեն թողնում, այսինքն կուսակցությունները ուզում են զարգանան, ինչ որ մեկը խոչընդոտում է թե ոչ։ Արդյոք Հայաստանում կուսակցությունները զարգացած չեն։ Դուք տեսեք, ես ճիշտ է մի քիչ սարկազմով հարցեցի իսկ իրենք գիտեն ինչ ուղղվածության են, երևի թե գիտեն, բայց գուցեև չգիտեն։ Եվ այսպես, կայացած է արդյոք 30 քանի տարի ենք մենք արդեն անկախ պետականություն ունենք։ Կուսակցություններ ունենք, թիվ ու թվականը չգիտենք, շատ են։ Կայացած են թե ոչ, ով է իրենց խանգարում, ինչու վաղարշապատում մենք էլի ունեցանք նույն պատկերը, ինչը այսօր ազգային ժողովում ունենք։ Չէ՞, փաստորեն նույն քաղաքական ուժերը անցան։ Այդպես էլ ոչ մի նոր քաղաքական ուժ ասպարեզում չկա, ես ձեզ չեմ մատնանշում։ Դուք նաև։ Նախ վաղարշապատի օրինակը ունիվերսալ չի։ Մենք կարող ենք այդ դեպքում վերցնել Գյումրի օրինակը, որտեղ չի կրկնվել, եղել է հակառակը։ Այսինքն դա այստեղ չհամեմատում։ Բայց նույն ուժերը չեն անցել։ Նույն ուժերն են, ուժերի հարաբերակցությունն է տարբեր։ Ուժերի հարաբերակցությունը տարբեր է, բայց ուժերը նույնն են։ Այո։ Դե այդպես ստացվել է։ Նա պարզ է, որ մենք կուսակցաշինության խնդրեմ ունենք, որովհետև մեր կուսակցական պետականաշինության կյանքը, կուսակցական համակարգի կայացումը եղել է աղճատումներով, եղել է խնդիրներով, ընտրությունների զեղծարարությունը չի կարող թույլ տալ, որովհետեւ կուսակցությունները առաջ են։ Այսինքն մեր մինչ հեղափոխական կյանքի այլանդակության պայմաններով կուսակցությունը չէին կարող լինել։ Այս մեզ խանգարում է քաղաքական մտածողությունը, մեր կուսակցությունների
նույնիսկ անվանումների մեջ գաղափարախոսությունը չի երևում։ Ածականներով կուսակցություններ են, ասենք վերածնվող Հայաստան, դե կուսակցություն է։ Ինձ թվում է ԿԳԲ-ի մոտ լաբորատորիա կա, կուսակցություններ են սարքում անընդհատ, Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան, Հոգևոր Հայաստան։ Սա ինչ ձևակերպում է։ Կուսակցությունը ո՞ց կարող է, ասենք վերածնվող Հայաստան կուսակցություն լինել։ Այսինքն նույնիսկ այս լեզվամտածողությունը կուսակցությունների անուններն էլ գաղափարախոսությունների մեջ չի երևում։ Սա էլ մի կողմից է լղոզում։ Կա օրիենտացիայի քաղաքականությունը, որը վնասակար է։ Արտաքին քաղաքական կողմնորոշումները բերվել է քաղաքական դաշտ, քաղաքական դաշտ, որտեղ գաղափարախոսական պայքար չկա։ Կա պարզապես օրիենտացիաների բախումներ, դու ռուսամետ ես, դու ես, դու ես, այս էլ չի թողում կուսակցություններ կայանա։ Մեր հասարակության մեջ էլ է ներդրված այս մտածողության համակարգը, որ անպայմանորեն արևմտամետ ուժեր կա, ինքը դասավորել է մեր հասարակությունը, նաև վերլուծական դաշտը, վերլուծողներին վերլուծողները դասակարգել են, այս արևմտամետը, այս N-ը, այս N-ը, N-ը, հասարակությունը ինքն էլ է այդպես մտածում։ Եվ մեզ ենթադրել է, որ երկար ժամանակ է պետք, որովհետեւ Հայաստանում կուսակցաշինությունը կայանա, ինչ որ մի պահի մենք գանք գաղափարախոսությունների ծրագրերի, հələ ծրագիրը թողենք, ծրագիր հետո գրեք, գլխավոր գաղափարախոսությունների պայքարի, ասե դժվար է, որտեղ էլ եմ ասում, 30 տարվա ներդրված հակադրությունների համակարգ կա, մենք մտածում ենք իշխանություն, ընդդիմություն հակադրությունների համակարգով։ Եվ մենք բոլորս, մենք իհարկե չէ, բայց շատերը անընդհատ շրջանցում է խորհրդարանի կառուցվածքով հարցը քննելը, աճեր, ձախեր եւ կենտրոն։ Այդ է մենք հարցը sense կդնենք, օրինակ նայեք, վերցնենք, ասենք դաշնակցությունը, չէ՞։ Ձախ չէ դաշնակցությունը, գաղափարախոս, սոցիալիստական աշխարհայացող կուսակցություն։ 3 անգամ ամուսնացել է աճերի հետ։ Չի թույլատրում, գաղափարախոսությունը հարգելում է։ Բայց սա ջրել են, որ հասարակությունը չջոգի, որ ձախ աճ չի կարող միավորվել, ասել են իշխանություն ընդդիմություն, տեղ խնդիր կա, միավորվենք։ Նույնը շատ տեղերում արվում է հիմա, եւ սա չի թողում, որպեսզի կուսակցությունները գաղափարապես կայանան, բայց սա մեր հասարակությունից էլ է գալիս։ Ես առաջարկում եմ մեր ժողովրդին, կգան ձեզ մոտ, ասենք, ինչ արտաքինով ուզում են լինեն։ Ձեզ տանելու ենք Եվրոպա, ձեզ տանելու ենք Լուսին, ասում եք, ել եմ ասում, գնում եք, հետ եք գալիս, ներկայանում եք, նախ դուք ինչ եք, աճ եք, ձախ եք, կենտրոն եք, հետո ձեր գաղափարախոսությունը կհասկանանք։ Բայց մի քիչ էլ օբյեկտիվ բան կա։ Նոր զարգացող ժողովուրդների կյանքում այդպես է, կուսակցությունները կբացվեն, կփակվեն։ Այդ որ ասում են շատ է այդ կուսակցությունները, այդ խնդիր չի, շատ պետք չի դրա վրա խորանալ։ Տրանզիտի ժողովուրդների, անցումների մեջ գտնվող ժողովուրդների կյանքում է դինում են այդպիսի բան։ Մի քիչ կզարգանա, ընտրություններ չեն կեղծվի, մրցակցություն կլինի, այդ կուսակցությունը հետագայում կփակվեն, կգնա, շատ մի անհանգստացեք։ Այսինքն այդ խնդիր չի։ Ամերիկայում էլ է այդտենց։ Ամերիկայում այդ հայությունն ասում է երկուսակցական համակարգ, երկուսակցական կայացել է, ժամանակի շատ է եղել։ Հիմա կարծեմ գրանցված 5 հատ կուսակցություն կա, 5 հատ թե 6 հատ։ Բայց ձևավորել է երկուսակցական համակարգ։ Բայց էլի ինձ մոտ էլ է եղել այս մեր նման վայրի 40,000 հատ կուսակցություն։ Այսինքն դուք ուզում եք ասեք, մեզ մոտ գալիս է երկուսակցականության ավանդույթը ամրապնդվելու է։ Պատկերացնում եք դեպի դա գնա։ Չէ, ես չասեցի, ես օրինակ եմ ասում, ուզում ասեմ, այնտեղ էլ է շատ եղել, հիմա այս համակարգն է ձևավորվել։ Մեզ մոտ լավ կլինի, որ բազմակուսակցական համակարգ։ Հիմա իհարկե ձևական բազմակուսակցական է, որտեղ մեկը ունի իշխող դիրք, բայց լավ կլինի, որ մեզ մոտ լինի բազմակուսակցական համակարգ։ Տարբեր կուսակցությունները կարողանան մրցել խորհրդարանում։ Պարոն Սուքիասյան, դուք այսպեսի մի գաղափարել եք առաջ բերել, ներդրված կուսակցություններ եք ասել դուք։ Այո։ Ում կողմից, ինչ նպատակով եւ դրանք ովքեր են, դիջ գազաններ են։ Դե ենթադրելի է, որ հյուսիսից ներդրված են։ Որպեսզի նայեք, որտեվ հայությունը ինքը ծնված օրվանից տառապում է միասնականության թեզիսով, այսինքն մի բան, որը հնարավոր չի, բայց ինքը տառապում է։ Ոչ մի ժողովուրդ էլ միասնական չի, իրենք իրենց պետության հետ ապրում են, խնդիր չեն դրել բոլորս իրար հետ միասնական լինենք, բայց հայության մեջ դրած է այդ թեզիսը։ Նաև դրած է քաղաքական դաշտում, որ ասենք ինչ որ բևեռներ, որը ինքը իր համար է առանձնացրել, ասենք արևմտամետ միասնական լինեն, միասնական ուժերով մասնակցեն, եւ այս մտածողությունը էլ է նայեք, որ չի թողում կուսակցությունները առաջանալ, լղոզվեք իրար հետ դարեք մի բան։
Եվ այս դաշտում, քանի որ այդ մեր ժողովրդի մի հատվածը ցանկություն ունի, այս դաշտում ներդրված ուժեր կան եվրոպական արտաքինով, որոնք ներդրված են, որպեսզի չմիանան, որպեսզի ձևացնեն պարակտում, որ այս հատվածի մեջ միություն չի լինում, բայց դե մենք էլ տարապում ենք, ժողովրդի միավորը տարապում է, ասում ենք ինչի՞ չեք միավորվում, եւ սա էլ ի պրոբլեմ է, ներդրված է, որպեսզի միասնություն թույլ չտա, թե չէ սա միասնական են շատ, ձգտում են միասնություն, դե հա, դա էլ կա, այնպես չի որ բոլորը ձգտում են, բայց իհարկե ժամանակին այդպիսի միտում կար, մեկ ընդհանուր կոալիցիայով հանդես գալու, իհարկե հիմա չկա այդպիսի միտում, ամեն քաղաքական կուսակցություն իր գաղափարախոսության չասեմ, բայց իր ուղով է գնում։ Ես մեր ժողովրդին եմ առաջարկում, ասենք մի տառապեք էլի այդ միասնական լինենք, որ ինչ անենք։ Կուսակցություններ կան, կուսակցությունները կմասնակցեն, ում կուզեք կընտրեք, ում կուզեք չեք ընտրի, աշխարհի վերջը չի։ Դրանց այն դեպքում այդ ներդրված ես նկատի ունեմ դրա համար է։ Ներդրված են, բայց իրենք արևմտյան դաշտում գործունեություն ծավալում են, բայց իրանք իհարկե ռուսական կողմնորոշման են։ Լավ, պարոն Սուքիասյան, ընտրություններ են, դուք առանձին եք գնում, ես որքան հասկացա, կամ վերջին պահին երևի թե ինչ-որ մեկի հետ գուցե դաշինք կազմի ձեր կուսակցությունը։ Ինչու պետք է քաղաքացին չընտրի այդ երկու կուսակցությունները, որոնք եւ Գյումրիում տարբեր ուժերով, տարբեր թվականակով եւ Աղարշապատում տարբեր թվականակով, բայց մենք շեշտեցինք, որ էլի նույնն են, նույն այն ուժերն են անցնում, հաղթում ընտրություններին, որոնք կան այսօր ազգային ժողովում, ինչու պիտի գան ընտրեն ձեզ, որպեսզի դուք մտնեք ազգային ժողով, ինչ կբերեք, ինչ նորություն կտաք դուք այդ մարդկանց։ Նախ մենք եւ ոչ միայն մենք, շատ այլ կուսակցություններ Հայաստանի վատթարագույն օրերից հետո 5 տարի է գիշեր-ցերեկ պետական շահի պաշտպանությամբ է զբաղված։ Մենք 5 տարի է գոնե նվազագույնը արտաքին ագրեսիայի թեկուզ տեղեկատվական հոգեբանական բացատրական աշխատանքով մենք 5 տարի է զբաղված ենք մեր հասարակության իր պետական շահը բացատրելու շրջանակում մենք բավականին աշխատում ենք այս ուղղությամբ ընդհանրապես մի բան ճշտենք հետո պատասխանեմ ձեր հարցին եթե մեր հասարակությունը որոշելու է ձևավորել կոնֆլիկտների խորհրդարան թող ձևավորի եւ թող վայելի Թապես բաներ կա, որ մենք պետք է նկատի ունենանք։ Մեր հասարակության ներքին կառուցվածքը այսպիսին է։ Հիմա եկեք ոնց է, մենք մի քիչ էլ տառապում ենք, որ այդպես չլինի, բայց մենք օբյեկտիվ իրողություններից պետք է չփախչենք։ Այսինքն ոչ թե խոսարան կինո, հա։ Այսինքն մեր հասարակության հավաքական միջինը այսպիսին է, քաղաքական մտածում։ Ինչ է սպասում։ Այս խորհրդանի տեսքն է։ Ինչ է սպասում հասարակությունը խորհրդարանից։ Չէ մտածողությունը ինքը մեր հասարակության մտածողությունը ձևավորել է այսպիսի խորհրդարան այս փակ շղթան հաղթարելու համար հավանաբար կարող է ժամանակ պահանջվի այնպես ես ուզում ասել այնպես չտառապենք էլի պարտադիր գնամ մտեմ խորհրդարան այդպիսի մի հատ տառապանք էլ կհավասար մի հատված չիլնում այդպեսի բան աշխարհի վերջը չի խորհրդարան է քաղաքական ուժերը չեն ստեղծելու հաջորդ օրվանից դες մտեն խորհրդարան երբ կմտեն այսինքն նախ բացատական աշխատանքի խնդիր կա երկրորդը դեռևս այս կողմնորոշումների մտածողությունը չի թողում որ ջարդեք սա շատ դժվար է հասկանում եք քանի որ այդ կողմնորոշումների մտածողությունը կա ձևավորվում է այսպիսի խորհրդարան այսպիսի խորհրդարան է ձևավորվում եւ ասեմ նաեւ որ իհարկե մեր ժողովրդի զգալի հատվածը դեպի արևմտյան մշակույթ կողմնորոշված է բայց ես ուզում հարց տալ էլի արևմտամետներին այդ եթե իրականում այդպես է ինչի դուք խորհրդարան չեք անցնում եթե տենց է դե ասում չեն ընտրում ես դա ստացվում է նայեք դուք թեզիսը դնում եք արևմտամետ հասարակության զգալի հատվածը կողմնորոշված է արևմտամետ բայց արևմտամետ ուժերը չի ընտրում այսինքն դուք փչացնում եք արևմուտքի հետ մեր հարաբերությունները Դուք դնում եք արևմտամետ, բայց պարզվում է արևմտամետ ուժ չի մտնում։ Հետևաբար դուք վնաս եք տալիս այստեղ պետությանը եւ նաեւ հասարակությանը։ Այսինքն տարբեր բաներ կա։ Մենք մեր ընտրությունների ժամանակ քրիստոնյա ժողովրդարական կուսակցությունը
իր ծրագրերը կներկայացնի, մենք գտնում ենք, որ մենք մեր պետության մեջ ամենամշակութային պետությունն ենք, մենք մշակույթը շատ բարձր են գնահատում, հա այդ մեր ծառի բունն է, քրիստոնյա դեմոկրատիա, մեր ծառի բունն է, որի վրա հետո հազարումի բաներ է ձևավորվում։ Մեր արմատները քրիստոնյա դեմոկրատիայի մեջ է։ Գերմանիան երկրորդ աշխարհամետից հետո ոնց է ոտքի կանել, քրիստոնյա դեմոկրատիայով, իրենց հավատով, հավատի վրա հույսը դնելով, իրենց մշակույթով, դավանանքով։ Հիմա ասես շատ չթեքենք կրոնական, բայց մեր քաղաքական մտածողության հիմքը մեր մշակույթն է, մեր մշակույթի փիլիսոփայությունն է, իսկ տնտեսական արտաքին քաղաքականության կոնցեպցիան ասացի բալանսի քաղաքականությունն է, որը մեծ խելք է պահանջում, նայեք, դա բայց օրիենտացիոն քաղաքականությունը շատ մեծ խելք չի պահանջում, գնաս կողմնորոշված բրծնես, սրա օգտի նրա դեմ, բայց բալանսի քաղաքականությունը ինչքան մեծ գիտելիք է պահանջում, որ այդ աշխարհի տրամաբանությունը հասկանաք, նաև տնտեսական զարգացման կոնցեպցիաները, դրա մասին առիթ կլինի որ խոսենք։ Ես շատ շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Քրիստոնյա ժողովրդարական կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքասյանն էր մեր զրուցակից այսօր։ Զրույցը Վարդգայանի Արաքելյանը, բարին ձեզ։